Հուլիսի 15-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց արդի արվեստի եւ հոգեվոր ֆիլմերի ֆրեսկո միջազգային փառատոնի կազմակերպիչներին, փառատոնի հոգեվոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի եւ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի գլխավորությամբ։ Ֆրեսկո արդի արվեստի եւ հոգեվոր ֆիլմերի միջազգային փառատոնն արդեն 2 տարի է առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր ձևաչափ, որի նպատակը հոգեվոր ասելիք ունեցող ֆիլմերի ցուցադրությունն է եւ դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ եւ ազատ հանրային քննարկումներ կազմակերպելը։ Այս տարի փառատոնը 600-ից ավելի ֆիլմեր է ստացել աշխարհի տարբեր երկրներից։ Մասնակիցները Հայոց Հայրապետին են ներկայացնում փառատոնի անցկացման կարգն ու ընթացքը։ Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները եւ ներկայացումները դուրս էին եկել կինոդահլիճներից։ Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու ազատ կինոդիտումները 10 օր շարունակ դարձել էին հայաստանցիների առօրյայի անբաժան մասը։ Վայրերի ընտրությունը եւս յուրօրինակ էր։ Դրանք անցկացվում էին քաղաքի մարդաշատ վայրերում, այգիներում, եկեղեցիների բակերում, իսկ ֆիլմերին հաջորդող քննարկումներին մասնակցում էին ոչ միայն ժապավեն ստեղծողները, այլև հոգեվորականներ, հոգեբաններ եւ արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող մասնագետներ։ Ֆիլմից մրցանակային փուլ անցան 54 ֆիլմ, դրանցից ընտրվեցին 12-ը, ամեն անվանակարգում մենք ունեինք 3-ական ֆիլմ, լավագույն հույս անվանակարգում 3 ֆիլմ, հավատ, սեր, խաղաղություն եւ 1 հատուկ մրցանակ հանդիսատեսի համակրանք։ Փառատոնի հիմնական նպատակը հոգեվոր եւ մշակութային երկխոսության միջոցով հանրության մեջ սիրո, համերաշխության եւ մարդասիրության արժեքների վերահաստատումն է, միջազգային եւ միջկրոնական հանդուրժողականության տարածումը, հոգեվոր բարոյական ֆիլմերի ստեղծումն ու զարգացումը, մշակութային գործիչների շփումների ակտիվացումը եւ մասնագիտական փորձի փոխանակումը։ Փառատոնն առանձնակի նշանակություն է տվել նաեւ սոցիալական հատուկ խմբերի եւ հատկապես սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հետ աշխատանքին։ Հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն մասնակցել են փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավել ֆրեսկոյի կազմակերպական աշխատանքներում։ Մրցանակներն էլ կավեձկները պատրաստել են Նուբարաշնի խնամքի կենտրոնի սաները։ Մենք այս տարի շատ էինք ցանկանում, հենց Մայրաթորի օրհնությամբ կատարվել փառատոնը, մեզ դա հաջողվեց։ Հանդիպումից հետո մենք ինչ ստացանք, համագործակցության հետագա առաջարկներ եւ պայմանավորվեցինք նաեւ, որ հետագա փառատոնի կայացման ընթացքում իրենց աջակցությունը կլինի։ Մենք բոլոր կամավորներով արդեն չենք պատկերացնում, կարելի ասել նաեւ մեր առօրյան առանց ֆրեսկոյի, որովհետեւ այդ ամբողջ եռուզեռը, ամբողջ աշխատանքը, որ մենք մոտ 2 ամսվա ընթացքում կատարեցինք, աղոթքների պատրաստումը մենք ինքներս ենք կատարել, այդ ամբողջ աշխատանքը այսօր արդեն սկսել ենք կարոտել։ Ամենայն հայոց կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց ֆրեսկո փառատոնի կազմակերպիչներին, կարևորելով հոգեվոր արժեքների նկատմամբ նրանց նախանձախնդրությունը։ Նորին սրբությունը բարի ընթացք մաղթեց փառատոնին եւ վստահություն հայտնեց, որ այն իր ծանրակշիռ եւ ուրույն տեղը կգրավի մշակութային կյանքում։ Մերի Հովսեփյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։